Ողջույն, այս հաղորդմանը կանդրադառնանք 3 թեմայի։ Նախ կխոսենք Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումից հրաժարվելու մասին։ Այնուհետև կանդրադառնանք Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալների ավելացման վերաբերյալ Իրանի եւ Հայաստանի միջև քննարկումներին եւ նոր զարգացումներին։ Եվ հաղորդումը կեզրափակենք հայ առաքելական եկեղեցու առաջնորդի դեմ հարուցված դատական գործով։ Մի քանի շաբաթ առաջ Իսրայելի կառավարությունը միաձայն կողմ էր քվեարկել հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը եւ այն ուղարկել խորհրդարան քվեարկության։ Սակայն ավելի ուշ Իսրայելը հանեց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթի օրակարգից։ Իսրայելի լավագույն թերթերից մեկը Հարեթսը գրել էր, որ սա տեղի ունեցավ Իսրայելի կառավարության եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա Ադրբեջանի բռնապետի գործադրած ուժեղ ճնշման պատճառով։ Հայտնի է, որ այս երկու գործիչներն իրականում անձնական շատ լավ հարաբերություններ ունեն։ Հիմա ինչ է սա նշանակում։ Կարծում եմ խնդիրն իրականում երկու կողմ ունի՝ բարոյական եւ քաղաքական։ Իրականությունն այն է, որ Իսրայելի ներկայիս կառավարությունը բարոյական առումով այն դիրքերում չէ, որ որոշում կայացնի նման հարցերում։ Դժվար է սա համարել այլ բան, քան շատ ցինիկ քայլ։ Թեկուզ միայն այն պատճառով, որ դա վատթարացրել է Անկարայի եւ Թել Ավիվի հարաբերությունները։ Իսրայելում բարի կամքի տեր մարդկանց, որոնք իսկապես ցանկանում են, որ մեր ժողովուրդների եւ երկրների հարաբերությունները բարելավվեն, ես հետեւյալը կասեմ։ Նախ ապահովեք, որ պաղեստինցիների տներին բռնի տիրացող ծայրահեղական իսրայելցիները դադարեն Երուսաղեմում հայերի վրա թքել։ Այո, ճիշտ լսեցիք ինձ։ Երկրորդ, դադարեցրեք հայերին Երուսաղեմից փաստացի վտարելու ձեր կառավարության ջանքերը, որոնք համակարգված բնույթ ունեն։ Կարելի է վստահորեն ասել, որ սա ըստ էության պետության կողմից հովանավորվող ծրագիր է, եւ եթե իսկապես լուրջ եք տրամադրված, ապա խորհուրդ կտայի հետևել թուրք մտավորականների օրինակին, որոնք ներողություն խնդրեցին եւ Արցախում 2020-ի պատերազմում եւ 2023-ին Արցախում հայերի էթնիկ զտումների ժամանակ Իսրայելի կառավարության ունեցած դերի համար։ Նույն Հարեթսը շատ լավ հոդված հրապարակեց 2023-ի էթնիկ զտումներում իսրայելական ընկերությունների դերի մասին։ Եվ եթե այս մարդիկ լուրջ են տրամադրված, ապա կարող են սկսել հենց այս հարցից։ Հիմա անցնենք հարցի քաղաքական կողմին։ Նախ եւ առաջ, երբ Նեթանյահուն հեռանա, ինչը ամենայն հավանականությամբ տեղի կունենա մի քանի ամսից, այս հարցը կրկին կհայտնվի առաջին պլանում։ Հաջորդ անգամ, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները հասնեն նոր ցածրակետի, ըստ իս այս հարցը կարող է կրկին ի հայտ գալ, բայց այն կարող է նաև մոռացվել, քանզի ով էլ որ լինի Իսրայելի հաջորդ առաջնորդը, նա չի ունենա Ալիևի հետ նույն անձնական կապերը, ինչը Նեթանյահուն։ Բայց եկեք խոսենք այն մասին, թե ինչն է այստեղ ավելի կարևոր։ Եկեք խոսենք այս ամենի հիմքում ընկած լարվածության մասին։ Իրականում Թուրքիայի եւ Իսրայելի միջև քաղաքական պատերազմ է ընթանում, որը կարող է վերածվել իրական ռազմական հակամարտության։ Այս ամենը անշուշտ լավ է մեզ համար այն պարզ պատճառով, որ մեր գլխավոր հարևան Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի այս երկու երկրների հետ, եւ Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների ցանկացած հետագա վատթարացում կամ բացահայտ հակամարտություն ըստ էության Բաքվին կստիպի ընտրություն կատարել այս երկուսի միջև իր շահերի հաշվին։ Շատ դժվար էր չնկատել, թե Իլհամ Ալիևն ու Ադրբեջանն ինչ կարևոր դեր խաղացին ցեղասպանության հարցը Քնեսեթի օրակարգից հանելու այդ որոշման մեջ, քանզի առաջին հայացքից թվում է, թե բացարձակապես անիմաստ է եւ չարժե դրա վրա քաղաքական կապիտալ ծախսել։ Դա նույնը կլիներ, եթե Ավստրիան ԱՄՆ-ում քաղաքական կապիտալ գործի դներ ԱՄՆ-ի կողմից Գերմանիայի իրականացրած հոլոքոստի ճանաչումը կանխելու համար։ Ադրբեջանի մասին ոչ մի հիշատակում չկա։ Ըստ էության, այս նարատիվում Ադրբեջանն ընդհանրապես չի հիշատակվում։ Սակայն այս ամենը բավականին խոսուն է, քանզի մենք պետք է հասկանանք, որ ադրբեջանական պետական համակարգի եւ նրա քաղաքական համակարգի համար թշնամին ոչ Արցախում ապրող հայն է, ոչ բուն Հայաստանում եւ ոչ էլ Սփյուռքում ապրող հայը։ Թշնամին հայն է ընդհանրապես եւ վերջ։ Եվ հիմա եւ հավիտյան, նույնիսկ նրանք, ովքեր սպանվել են ավելի քան 100 տարի առաջ, նրանց ազգային եւ պետական ինքնության հիմքը մեծապես կառուցված է մեր գոյությունը ժխտելու վրա։ Մենք կամ հասկանում ենք սա եւ գործում ըստ այդմ, կամ ապագայում դրա համար արյունով կվճարենք։ Այժմ անցնենք հաղորդման մյուս թեմային։ Հայաստանը եւ Իրանը համաձայնության են եկել ընդլայնելու գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման երկարամյա ծրագիրը։ Այն բանից հետո, երբ կողմերը բացահայտեցին մեծ ծավալով էներգիայի փոխանակման փոխադարձ պահանջարկը, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Շաբաթավերջին Իրան կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Խուդատյանն ասաց, որ իրանցի պաշտոնյաների հետ քննարկումները հաստատեցին, որ Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա է
անհրաժեշտ, մինչդեռ Հայաստանին ավելի շատ գազ։ Մեր առկա ենթակառուցվածքը թույլ է տալիս մեզ ընդլայնել ծրագիրը, ասաց նա։ Այսինքն, խողովակաշարն ունի լրացուցիչ հզորություն, եւ երբ 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտվի, մենք կկարողանանք զգալիորեն ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը, հավելեց նախարարը։ Հայաստանն ու Իրանը գազը էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր իրականացնում են 2009-ից ի վեր։ Համաձայնագրով Հայաստանը բնական գազ է ստանում Իրանից եւ ներմուծված յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց մատակարարում է հայկական ջերմաէլեկտրակայաններում արտադրված 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա։ Սա ակնհայտորեն կապված է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման եւ այն սպասումների հետ, որ ինչ-որ պահի Ռուսաստանը կամ կտրուկ բարձրացնելու է Հայաստան մատակարարվող նավթի եւ գազի գները, կամ ընդհանրապես դադարեցնելու է մատակարարումը, ինչը քիչ հավանական է։ Իրանից Հայաստան եկող գազատարն իրականում բավականաչափ լայն է մեր կարիքները բավարարելու համար, եթե մի քանի պոմպակայան կառուցվի։ Սակայն կան բազմաթիվ այլ խոչընդոտներ, որոնք կխանգարեն դրան։ Պետք է հասկանալ, որ սա բարտերային գործարք է։ Իրականում կողմերն իրար չեն վճարում ստացած ապրանքի դիմաց ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, եւ այս ծրագրի հաջողությունը մեծ մասամբ կախված է Հայաստանի էլեկտրաէներգիայի ցանցի ընդլայնումից։ Տևական ժամանակ է, որ կա երկրորդ էլեկտրահաղորդման գծի հարցը, որի կառուցումը գիտենք 10 տարի է ինչ ընթանում է եւ դեռ չի ավարտվել։ Դա պետք է արագ ավարտվի, եթե իսկապես ցանկանում ենք, որ ծրագիրն առաջ գնա։ Երկրորդ, մեր գազային ողջ համակարգը փաստացի պատկանում է ռուսական Գազպրոմին պատկանող Գազպրոմ Արմենիա ընկերությանը։ Այնպես որ Ռուսաստանը կարող է փորձել միջամտել այս գործընթացին, եւ եթե գնա նման քայլի, ըստ իս դա կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կարող է պետականացնել Գազպրոմ Արմենիան։ Բացի դրանից, Իրանն ինքն էլ իր սեփական ռեսուրսների հետ կապված խնդիրներ ունի։ Հաշվի առնելով, որ իրանական գազի հանքավայրերից շատերն արդեն սպառվում են, նույնիսկ սովորական ժամանակներում Իրանը դժվարություններ է ունենում ձմռանը իր հյուսիսային որոշ շրջաններ գազ մատակարարելու հարցում։ Ակնհայտորեն կա նաև ԱՄՆ պատժամիջոցների հարցը, քանզի եթե փաստացի ընդլայնենք այս ծրագիրը, ինչ որ պահի այն արդեն չի կարող ամբողջությամբ շարունակվել փոխանակման սկզբունքով, եւ ծրագրում ի հայտ կգա վճարի բաղադրիչը, այսինքն ստացված ապրանքի դիմաց անհրաժեշտ կլինի վճարել, իսկ դրա համար արդեն կարիք կլինի, որ ԱՄՆ-ն վերացնի պատժամիջոցները։ Եվ վերջապես միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանի կառավարությունը ճնշում է գործադրում Իրանի վրա Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը կանխելու համար, եւ դա մեծապես կախված է տվյալ պահին Ռուսաստանի եւ Իրանի հարաբերություններում առկա վայրիվերումներից։ Իրականում բոլորս պետք է աջակցենք այս ուղղությամբ մեր կառավարության ջանքերին անկախ ներքին կամ արտաքին քաղաքական խոչընդոտներից, քանզի կարճաժամկետ հեռանկարում իրանական գազը ռուսական գազից մեր կախվածության կամ ավելի ճիշտ չափազանց մեծ կախվածության միակ իրատեսական այլընտրանքն է։ Այժմ անցնենք հաղորդման վերջին թեմային։ Հայաստանի գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ հայ առաքելական եկեղեցու 5 բարձրաստիճան հոգեվորականների դեմ հարուցված քրեական գործը։ Երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ է, երբ եկեղեցու առաջնորդը կանգնել է դատարանի առաջ։ Ըստ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի, կաթողիկոսը եւ Գերագույն հոգեվոր խորհրդի 5 անդամները մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահմամբ դատարանի օրինական որոշման կատարմանը դիտավորյալ խոչընդոտելու մեջ։ Գործը վերաբերում է 2026-ի հունվարին Գարեգին Բ-ի կողմից Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատմանը։ Դրանից հետո Սարոյանը կաթողիկոսի որոշումը բողոքարկել է դատարանում։ Դատարանն էլ որոշել է, որ Սարոյանը պետք է պաշտոնավարի մինչև վերջնական վճռի կայացումը, եւ որ հայ առաքելական եկեղեցին չպետք է միջամտի նրա լիազորությունների իրականացմանը կամ թեմի ֆինանսական հաշիվների նկատմամբ վերահսկողությանը։ Մեղադրող կողմը պնդում է, որ չնայած դատարանի որոշմանը եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը, կաթողիկոսը եւ Գերագույն հոգեվոր խորհուրդը կարգալույծ են հայտարարել Սարոյանին, այդպիսով գիտակցաբար խախտելով դատարանի որոշումը։ Կարճ ասած, փաստն այն է, որ 6 ամիս առաջ իշխանությունները կարողացան իրենց կողմը գրավել 10 ականավոր եկեղեցականների, որոնք նախկինում աջակցում էին եկեղեցու ղեկավարությանը, սակայն արդյունքում սկսեցին պահանջել եկեղեցու ներկայիս
առաջնորդի հրաժարականը։ Սա ակնհայտորեն հանգեցրեց եկեղեցու ներսում հակադարձումների, վեճերի, նաև հոգևորականներից մի քանիսը կարգալույծ արվեցին, մի քանիսն էլ հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից։ Ըստ էության պետությունը պնդում է, որ նման գործողությունները խանգարում են ընթացող դատական գործընթացին։ Ես իրավական հարցերով փորձագետ չեմ, ուստի չեմ կխորանա գործի տեխնիկական մանրամասների մեջ, բայց կարող եմ անդրադառնալ դրա քաղաքական կողմերին։ Հաշվի առնելով, թե որքան քաղաքականացված է մեր դատական համակարգը, միանգամայն հավանական է, որ երբ եկեղեցու ղեկավարությունը բանտարկվի, նրանք իրականում կդատապարտվեն, նույնիսկ այն դեպքում, որ սրանք փաստացի եկեղեցական ներքին հարցեր են, կամ լավագույն դեպքում մանր իրավական հարցեր։ Իշխանությունները բանտ կուղարկեն եկեղեցու ղեկավարության մեծ մասին, որոնք այդ պահին վստահ եմ հրաժարական չեն տա, իսկ եթե հրաժարական չտան, չեն կարող հրաժարվել իրենց պաշտոններից։ Ու մինչ այս հոգևորականները ճաղերի ետևում կլինեն, նրանք քաղաքական հերոսներ կդառնան այս երկրում ապրող մարդկանց մեծ մասի համար, որոնք առանց այդ էլ դեմ են այս կառավարությանը։ Եվ այս ամենը տեղի կունենա այն դեպքում, երբ այս մարդկանցից շատերն այս երկրում ամենաշատ հարգանք վայելողներից են։ Վերջին 1 տարվա ընթացքում եկեղեցու դեմ պայքարի ընթացքում կառավարությունը փաստացի կարողացել է այս հոգևորականներին հերոսներ դարձնել։ Քաղաքականությունը վերջիվերջո թատերական լավ ներկայացում է, եւ երբ կա այն օրը, երբ եկեղեցու ղեկավարությունն իր առաջնորդի հետ ձեռնաշղթաներով բանտ տարվի, այդ տեսարանները դուր չեն գա այս երկրի բնակչության ճնշող մեծամասնությանը, որոնցից շատերը նույնիսկ չեն սիրում իրենց եկեղեցին կամ նույնիսկ անձին, որը փաստացի ղեկավարում է այն։ Եվ չմոռանանք, որ նրանց հետ հավանաբար բանտ կնետվի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդների մեծ մասը։ Այս ամենն ընդգծում է փաստը, որ ներկայիս կառավարությունը սիրո, խաղաղության եւ վստահության քողի ներքո իրականում կառուցում է միանգամայն ռեպրեսիվ պետություն։ Ինձ համար հատկապես հետաքրքիր է, որ այս կառավարության շատ բարձրաստիճան ղեկավարներ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ անցյալ տարի պարտվել են եկեղեցու դեմ պատերազմում, երբ ստիպված են եղել նահանջել, քանզի իրենց գործողությունները հակառակ արդյունք են տվել։ Քաղաքականության մեջ կարևոր է սովորել ավելի շատ սիրել ինքդ քեզ, քան ատել թշնամիներիդ։ Ի վերջո, ինչ դաս կարող է մարդը սերտել Էշի Սմբակի երկրորդ հարվածից, որ չպետք է սերտեր առաջինից։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ Այստեղ ներկայացված է Նապոլեոն Բոնապարտի եւ կարդինալ Էրկոլե Կոնսալվիի միջև տեղի ունեցած հայտնի առճակատումը, որը տեղի է ունեցել Փարիզում 1801-ի կոնկորդատի համար լարված բանակցությունների ժամանակ։ Նապոլեոնը զայրացած, որ Վատիկանը դիմադրում է եկեղեցու նկատմամբ իր բացարձակ պետական վերահսկողությանը, փորձեց կոտրել կարդինալին, ցուցադրելով կայսերական զայրույթը։ Նապոլեոնն ասաց. «Չեք հասկանում ձեր դիրքորոշման իրական բնույթը, կարդինալ։ Ես ջախջախել եմ Եվրոպայի ամենամեծ բանակները, վերագծել եմ սահմաններ եւ տապալել հին միապետություններ։ Ձեր պապը մի նվաղ ծերունի է, եւ պապական ձեր պետությունը գոյություն ունի լոկ այն պատճառով, որ ես եմ դա թույլ տալիս։ Չեք գիտակցում, որ ես բացարձակ իշխանություն ունեմ կաթոլիկ եկեղեցին ոչնչացնելու համար»։ Կարդինալ Կոնսալվին պատասխանեց. «Ձերդ մեծություն ամենայն հարգանքով, դուք չունեք այդ հնարավորությունը»։ Նապոլեոնն ասաց. «Ունեմ, ես կարող եմ փակել Ֆրանսիայի բոլոր եկեղեցիները, ես կարող եմ ձերբակալել ձեր եպիսկոպոսներին, բռնագրավել Վատիկանի ձեր ակտիվները եւ արգելել ձեր քահանաների գործունեությունը։ Ես կարող եմ ոչնչացնել պապական իշխանությունն ու գահը, մինչեւ որ դրանից միայն փոշի մնա»։ Կարդինալ Կոնսալվին պատասխանեց. «Ձերդ մեծություն, մենք կաթոլիկ հոգևորականներս վերջին 1800 տարվա ընթացքում ամեն ինչ արել ենք եկեղեցին ոչնչացնելու համար։ Մենք հաջողության չենք հասել, դա ձեզ էլ չի հաջողվի»։